երևանցիները ընդհանուր առմամբ գերակշիռ մեծամասնությունը շատ պատասխանատու է վերաբերում տրանսպորտային վճարումներին եւ վավերականացմանը, բայց նաև ունենք քաղաքացիներ, ովքեր որ մտածում են միգուցե որ եկել է, այսպես ասած, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը, հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակը ավարտվում է եւ հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որպեսզի հետո նաեւ այդ այսպես ասած մեծ բողոքները չլինեն, բա ինչի է այսպես եղավ, օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը ազգային ժողովում, որ արդեն նախատեսվում է հստակ տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու, չիդենտիֆիկացնելու, չվավերականացնելու համար եւ մենք իհարկե որոշ ժամանակ այս տեղեկատվական արշավը կիրականացնենք, բայց ինչ որ մի փուլից կսկսվի նաեւ տուգանվելը, կսկսվեն նաեւ տուգանվել այն մարդիկ, ովքեր որ չեն վճարում տրանսպորտից օգտվելու համար։ Եվ ես անկեղծ ասած շատ անկեղծ ասած, շատ տպավորված եմ ընդհանուր առմամբ առանց փաստացի որևէ նմանատիպ պատժի գործիք կիրառելու մեր քաղաքացիների բարձր պատասխանատվության, որովհետև կրկնեմ, գերակշիռ մեծամասնությունը պատասխանատու ձևով իրականացնում է վճարումները եւ վալիդացիաները նույնպես իրականացում է։ Բայց երկրորդ հարցն է մնում, պարոն Գրիգորյան, երբ ենք ունենալու երկրորդ վալիդատորները ավտոբուսներում։